Միֆ չէ, որ ամբողջահատիկ հացը օգնում է կարգավորել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Իրականում միֆ չէ, Կարինե ջան, շատ ճիշտ նշեցիք, քանի որ այն մանրաթելերը, որոնք պարունակվում են ամբողջահատիկ հացի մեջ, սպունգի նման մեր աղեստամոքսային համակարգից ներծծում է խոլեստերինը։ Այսինքն ներծծում է եւ դուրս է բերում, այդպիսով իհարկե նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բոլոր բանջարեղենը, այդ թվում նաեւ ամբողջահատիկ հացը, որը պարունակում է մանրաթելեր։ Այսպիսով խոսելով նյութափոխանակության մասին, մենք եկանք այն եզրահանգման, որ սպիտակ հացը վնասում է օրգանիզմի նյութափոխանակությանը, այն դեպքում, որ ամբողջահատիկ հացը կարգավորում է նյութափոխանակությունը, աղիների միկրոֆլորայի վրա շատ լավ է անդրադառնում։ Այս շատ ճիշտ կետ նշեցիք։ Բոլորս է գիտենք, որ մեր աղիներում ապրում են օգտակար միկրոբներ, որոնք մեզ օգնում են մարսողության, իմունիտետի տարբեր հարցերով, եւ այդ սրնդային թելիկները այդ միկրոբների համար հանդիսանում են սրնդի աղբյուր։ Այսինքն մենք այդ ամբողջահատիկ հացի մանրաթելերով սնում ենք մեր աղու օգտակար բակտերիաներին։